Հետընտրական զարգացումներին, պարոն Կարապետյան, պատրաստվում եք, թե չէ։ Դուք բոլորդ ձեր հանրային խոսքում ասում եք, մենք գնում ենք հաղթանակի։ Սամվել Կարապետյանն է շատ շեշտում, որ գնում է հաղթանակի եւ մյուս տարբերակը հետընտրական զարգացումների կարծես թե փակում է։ Բայց հաշվի առնելով, թե դուք ում հետ եք մտել ընտրապայքարի մեջ, մարդու, որը մաշեցրել է այս ամբողջ տարիներին բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ, հարց է առաջանում։ Իսկ հետընտրական պայքարի սցենար ունեք։ Տեսեք, մենք մեր առաջի ծրագիրը պետք է խաղաղ, ժողովրդավար, նորմալ, ինստիտուցիոնալ իշխանապողությունն է։ Եթե չեղավ, եկեք կենտրոնանանք առաջի ծրագրի վրա։ Եթե ուզում եք մի մեծ պրոյեկտ անեք, պետք է այդ պրոյեկտին ամբողջությամբ տրվեք, ամբողջությամբ պայքարեք եւ չմտածեք երկրորդ տարբերակի մասին։ Ինչպես կարելի է հաղթանակը մեր արժևում տեսնելով քննարկել այլ սցենարներ։ Մենք քննարկում ենք հաղթանակի սցենարը ժողովրդավար խաղաղ իշխանապողության, որը ամենաօգտակարն է Հայաստանի համար եւ որը նաեւ երաշխիքներ կտա փոքրիկ խմբակից դուրս գտնվող իշխանության ներկայացուցիչներին նորմալ ժողովրդավար փոփոխության։ Դուք այսինքն բացառում եք, որ ուժեղ Հայաստանի անդամները ազգային ժողովում կգնան եւ կաշխատեն ընդդիմադիր падգամավորներ։ Այս սցենարը ձեր համար փակ է։ Տեսեք, մենք ասում ենք, որ մեր երկրի հաջորդ առաջնորդը Սամվել Կարապետյանն է լինելու։ Ձևաչափը մենք տեսնում ենք ընտրական այսպես։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։